Ամանորի նախաշեմին, երբ քաղաքն արդեն լցվում է տոնական լույսերով ու ջերմ սպասումով, մենք հարցում անցկացրեցինք թոշակառուների շրջանում, պարզելու, թե ինչպես են նրանք դիմավորում տարվա ամենասպասված տոնը։ Դարեցները մեծ սիրով կիսվեցին իրենց մտահոգություններով ու հույսերով, նշելով, որ Ամանորն իրենց համար առաջին հերթին ընտանեկան ջերմության, ոչ թե առատ սեղանի տոն է։ Ինչ ասիմ էլ մաջան, մի ամսվա թոշակով չես բավարարվի, էդիկ պիտի հավաքած ունեն ասոր, քեզի հերիք են է։ Երկու կով մենք երկուսով ենք, 2000 լարուց արդեն շատ ենք ծախսի, բայց են ընտանիք նոր 7 երեխով, մեծով, պստակով, նավերով, մեծ տոնածառով, մեծ դեդ մարոզով, ինչը հերիք են է, հերիք չի են է, ամենաշատը թող լսողները լսեն, էլի 5, 6, 4, 3, 7, նայածով ինչքան կծախսի, ընդիրը վերցրած, ամենից վերցրած, մոդավոր, մսիքները հաշվի առ, 23 լար, 28 լար, մալի միսը, պես կարելի չէ, բայց որ ենք զագուն կերտա իրացերն է, սեպագանություն է լարիվ, պետական պան չկա, դու ոչ մեկի վրա չես կեն հարակյատ կա, մերմ չանետ, տպես նա։ Հարցման ընթացքում թոշակառուներից շատերը խոստովանեցին, որ իրենց ստացած թոշակը դժվարությամբ է բավականացնում ամանորյա ծախսերի համար։ Շատերը ստիպված են խնայել ամեն մանրուք սահմանափակելու գնումները կամ ընտրել միայն այն ամենաանհրաժեշտը։ Այնուամենայնիվ, նրանք փորձում են թեկուզ փոքրիկ նվերներով ու համեստ սեղանով պահպանել տոնական դրամատրությունը հատկապես թոռների համար։ Ասենք շատ թանկին, մենք չընկենանք արդեն ի վիճակի չենք, պենսիայի կլոս չուտանք, չիդան մենք եչ մեկ ոտ մի չընկենանք։ Հող չկա Ռուսաստանից, մարդ չունենք Ռուսաստանն աշխատող, նորեկա 500 քան լար պենսիազարը խարժի կերտա։ Չնայած սոցիալական դժվարություններին, թոշակառուները չեն կորցնում լավատեսությունը, նրանց խոսքում հաճախ հնչում է հույսի և շնորհակալության խոսքեր, միմյանց աջակցելու, առողջություն մաղթելու և նոր տարում ավելի բարեկեցիկ օրերի ակնկալիքով։ Ամանորը նրանց համար մնում է հավատքի, համբերության ու բարության խորհրդանիշ անկախ նյութական պայմաններից։